20 միլիարդի մենակ հիմնական միջոցներ, հոսքագծեր եւ այլ այս կազմակերպությունում այսպես փակի տակ է։ Այդ մարդը ներդրում է կատարել, այդ մարդը ինչպես մեր աշխատակիցները նշեցին, աշխատատեղ է ստեղծել այսքան մարդկանց համար։ Այս պահին մոտ 140 աշխատակից ունենք, բայց եթե այս կազմակերպությունը նաեւ գոնե ինչ որ չափով պետական աջակցություն ստանա, ես համոզված եմ, որ այդ թիվը պոտենցիալով կարող է կրկնապատկվի։ Գոնե ինչ որ քայլեր, ինչ որ բաներ, մի օր ինչ որ կառավարական նիստ, ինչ որ մի հատ հարթ, ինչով սուբսիդավորվի, ինչ արվի, ինչ կարելի է անել։ Փոխանակ այդպիսի քայլեր մենք տեսնենք մեր կառավարության կողմից, տեսնում ենք այս վերաբերմունք։ Ես լիահույս եմ, որպես սրտացավ մեր բոլոր աշխատողների ու մեր երկրի հանդեպ, որ ինչ որ մի պահի այս հարցը շատ արագ լուծում կստանա, այն մարդիկ, ովքեր այս ամեն ինչը կազմակերպել են, կգիտակցեն, որ սենց երկար շարունակվել չի կարելի, որտեղ սա մեծ տնտեսական վնաս է եւ ոչ միայն ստեղ հաշվի առնենք անհատի շահը, նաև սա տնտեսություն է, որտեղ որ ցանկացած կառույց, ցանկացած քարը-քարին դրած գործ, դա տնտեսական մեր հնայի, մեր տնտեսական օգուտն է ու դա մեր հարստությունն է։ Ու այս ամեն ինչ, այս հումքը, այս ամեն ինչը ոնց որ մեր լաբորատորիայի վարիչը նշեց, ամբողջը մենք արդեն ամսի 6-ից փակ է, այսօր արդեն շաբաթից ավել է, հա։ Մենք չգիտենք ինչ վիճակում է մեր պատրաստի արտադրանքը, մենք չգիտենք հումքը ինչ վիճակի է, դրանք միլիարդների հումք ու պատրաստի արտադրանք ունենք մենք ներսում։ Այս տնտեսական անպայման վտանգը ամեն օր կա, որտեղ մեր լաբորատորիան, մեր արտադրամասը անդադ ջերմաչափերով ստուգում են եւ խոնավությունն է, եւ օդի չորությունն է, եւ ջերմաստիճանն է, մի խոսքով ամեն ինչը վերահսկողության տակ էր ամեն ժամ։ Նույնիսկ եթե իրանք պարապուրտի մեջ են եղել, իրանցից ինչ որ մեկը միշտ կապի մեջ է եղել, միշտ այդ տվյալները ասվել է, միշտ մեր կայծելնի կոչվածը, հա, կաթսայատունը վերահսկել է, իրանք որ եկել են պլոմբելու, նույնիսկ հաշվի չեն առել, որ կաթսայատունը պլոմբելով մենք այս վտանգի տակ ենք, նաև դա են պլոմբել, անջատել, տվել եւ այլ։ Կաթսայատնից ամբողջ եւ խոնավությունը եւ մեր միգուցե էներգետիկա ավելի ճիշտ կբացատրի այդ սիստեմային, թե ոնց է աշխատում, բայց ամեն դեպքում իմ իմացած իմ տեղեկություններով դա եղել է այս կազմակերպության համար հումքի պատրաստի արտադրանքի պահպանման ամենակարևոր ինֆրաստրուկտուրան, հա, կաթսայատունը։ Եվ ելի եմ կրկնում, որ հաշվի առնելով այս վատ վիճակում պարոն Գայիկ Ծառուկյանը ոչ մի անգամ չի ասել մարդկանց ինչ որ հրամանով ազատում տանք։ Մենք ինչքան աշխատակից ունեցել ենք մինչև պարապուրտը, բոլորին պահում ենք, բոլորին գնահատում ենք, բոլորին աշխատավարձը ժամանակին վճարում ենք, ելի եմ կրկնում, որ վճարումը կատարվում է փոխառությունների, այսինքն պարտքի միջոցով մենք վճարում ենք, որ մարդիկ չգնան, որտեղ մեծ լիահույս ենք, որ աշխարհաքաղաքական իրավիճակը կկարգավորվի, մարդիկ նորմալ կգան աշխատանքի, մենք էլ մեր տնտեսական գործունեությունը նորմալ կարողանանք կազմակերպել։ Երևի այսքան, այ չգիտեմ, այլ նմանապես։